Բարև Ժան, շատ հաճելի է, առաջին անգամ ենք մենք Բիրմինգեմ այցելում, կուզենայի իմանալ ձեր դերը Բիրմինգեմի հայ գաղութի մեջ և ձեր նաև անձնական պատմությունը ինչպես եկավ, ինչպես հաստատվեցիք այստեղ և ինչով եք զբաղվում։ Բարև ձեզ։ Դե սկսեմ նրանից, թե ինչպես եկա։ Ես պրոֆեսիոնալ բժշկամարդիկ եմ, պայմանագրով եկա այստեղ, հաստատվեցի, մի տարի ընտանիքիս բերեցի, մոտավորապես 5 տարի Հայաստանի տարօրինակ հանդես եկա, միշտ սերնդումս եղել է Հայաստանի կանչը։ Հիմա բնակվում ենք այստեղ, հիմա Հայ համայնքի ղեկավարն եմ Բիրմինգեմում, շատ ցանկություններ ունեմ, չգիտեմ որից սկսեմ, ուզում ենք առաջինը, որ ունենանք մեր կենտրոնը, մեր եկեղեցին, որտեղ որ կարող ենք հավաքվել, որովհետև հնուց եկած բանը, որ ամբողջ հայազգը միշտ եկեղեցու 4 կողմն են հավաքվել։ Ես էլ եմ ուզում, ազնվորեն չեմ ուզում, որ շատ հայեր կան, Հայաստանը թողնեն կան, բայց եղած հայերը պահպանենք, որ կարողանանք մեր երեխաները խոսեն հայերեն պաշտպանության համար, շատ հոգու ցավ եմ ապրում, որ հիմա գտնվում եմ այստեղ, բայց կյանքի բերումով այդպես է ստացվել, հիմա ուզում եմ, որ ամենալավն ու բարին ցանկանանք մնացած հայերին, ովքեր որ դժվարությամբ եկել տեղավորվել են այստեղ Բիրմինգհամում, մոտավորապես 95%-ը բոլորը Հայաստանից եկած հայեր են, շատ դժվար պայմաններով եկել հասել են, ուզում ենք, որ սատար կանենք բոլորին, որպեսզի ինչ-որ բանի հասնենք, չգիտեմ։ Բարև Ժան, իսկ որ գալիս են հայերը, ինչպես են ձեզ հետ կապվում կամ ինչպես եք իմանում, ասենք, որ նոր ընտանիք է եկել։ Դե ընդհանրապես հայերը արդեն Հայաստանից ինչ-որ տեղեկացված են, ինձ շատ մարդիկ են ճանաչում, արդեն ինքնըստինքյան ասում, որ մեկը մյուսով արդեն իմանում են, կազմում են, հետս աշխատում ենք ինչ-որ չափով օգնենք, նորացնենք մեր թեմին, որպեսզի ավելի հեշտ է լինի ապրելը, իրեն մարդ զգալը, այս օդահողում։ Շատ լավ, մի քիչ ավելի ձեզ մոտիկ թեման մասին, ձեր բոքսի մասին, որտեղ շատ հետաքրքիր է։ Հայաստանը միշտ ունեցել է լավ մարտիկներ, բռնցքամարտիկներ։ Կարող եք մի քիչ ձեր մասին պատմել։ Ես սպորտի վարվետ եմ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, ամենաերիտասարդ բռնցքամարտում Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչն եմ, որովհետև իմ 20-ը Բակրադոանյանը ծանր քաշ դարձավ աշխարհի չեմպիոն։ Մենք չենք ունեցել մինչև այդ ծանր քաշ աշխարհի չեմպիոն և հիմա էլ դեռ չունենք։ Շատ ցավալի էր, որովհետև գտնվելով Հայաստանում, Գյումրիում ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քան այստեղ, բայց պայմանների բերումով պայմանագիր կապեցի եկա այստեղ առաջի հերթին ընտանիքիս երեխաներիս ապագայի համար, որովհետև չգիտես ինչու Բիրմինգհամը միշտ նմանեցնում են Գյումրիին։ Պայի տակ խոսակցության ժամանակ ասում են, որտեղ ես Լոնդոնը Երևանն է, Գյումրին է Բիրմինգհամը։ Աշխարհագրական դիրքով երևի, մի քիչ ավելի հյուսիս է։ Իսկ հիմա նույնիսկ ձեր դպրոցը Հիմա, այո, պայմանները։ հիմա բացել ենք մեր մարզատալիճը, որտեղ անձնական, ես ու իմ ընկերը, որ անգլիացի է, միասին բացել ենք մեր տալիճը, որտեղ պարապսում ենք մոտավորապես 50-ից ավելի երեխաների։ Ամեն ազգի։ Այո, հայերը ունենք։ Քանի։ Շատ կուզեի, որ հայերը շատ եղնեին, բայց դե ունենք 2 հոգի հայ, իմ տղաներն էլ են մարզվում։ Չեմպիոններ տվել եք արդեն, թե ոչ։ Այո, այս տարի ունեցանք Բրիտանիայի չեմպիոն, որը իմ սանն էր,
խոստացել եմ, որպեսզի նա մասնակցի օլիմպիադայի համար ուղղակի նվաճելու մրցումներին, տեսնենք Աստծո կամքով եթե ստացվի, բայց ամեն անգամ զարմացնելուց ես ինձ մեղադրում եմ, որ այդ նույն բաները կարող է իմ հայ ազգին սորվեցնեի, պարապցնեի, այսօր զար եմ մտնում ուրիշ ազգերին խորհուրդներ եմ տալիս, ասում եմ ինչու պիտի ես իմ հայից այդ խորհուրդները չտայի, ես եղել եմ հավաքականի մարզիչ, բայց ինչ անեմ։ Վարուժան ջան, դուք երևում եք շատ հայրենասեր մարդ եք, ես ձեզ լրիվ հասկանում եմ և կիսում եմ ցավը, որ ես եմ Հայաստանից, բայց եթե այսպես պոզիտիվ կողմից նայենք այս իրավիճակը արտագաղթի, և նման մարդկանց ներկայությունը շատ կարևոր է, որովհետև դուք էլ մտածեք, որ դուք ներկայացնում եք հայ ժողովրդին անգլիացիների մեջ և ձեր հաջողությունը, ձեր նվաճումները անգլիայում նաև Հայաստանին են օգնում, դուք անուղղակի ձևով օգնում եք Հայաստանին։ Ես մոռացա ասեի, անցած տարի իմ աշակերտից անգլիացի է, տարա Հայաստան։ Տարա ցույց տվեցի, թե միշտ ինչ-որ բան եթե լինում է դալիճում, Հայաստանի դալիճից են օրինակ բերում, իմ աշակերտներից են օրինակ բերում ու ես ինքս շատ հետաքրքրված էր, որպեսզի տանեի ցույց տայի ու գնացինք բոլորպես երեքշաբաթ գտնվեց Գյումրիում։ Տարա այնտեղ, որտեղ ես պարապցրել եմ իմ զալը, իմ երեխեքի հետ մենամարտեր անցկացրել հետ շատ շոյված էր, միշտ ամեն անգամ տեսնելուց ասում էր այդ լավ երգերը թողած ինչի եք տեսենք միշտ պես է հյուրի համար միշտ մեր երգերը շատ լավ է, չնայած ինձ համար էլ է լավ ու ամեն գիշեր պարգելուց միշտ մտածում եմ, որ կարող է ստացվի ինպես որ մի հատ փոփոխություն է ունի, որ մարդիկ օրենքի դեմ հավասար է ունի։ Ես ինձ անձամբ շատ լավ եմ զգացել Հայաստանում, բայց եթե տեսնում ես, որ կողքինը չի կարող այնպես զգալ, ինչպես դու ներքուստ քեզի ավելի վատ ես զգում։ Չես կարող օգնել։ Մի հատ բանը, որ պահում է սոդալ երկրում, դա այն է, որ օրենքի դեմ բոլորը հավասար են։ Որն ես կցանկանայի, որ լիներ մեր երկրում, որովհետեւ մարդիկ այդ ծրագրերը, որոնք որ գրած են թղթի վրա, արիքուն ծրագրերը, դրանք իրականություն դառնան։ Ու իսկականից մարդիկ գային տուն։ Ինձպես շատ մարդիկ կան, որ կուզեն, որ երթան տուն, որ եթե չի կարելի, ուրեմն բոլորին չի կարելի, եթե կարելի է, ուրեմն բոլորին է կարելի։ Մի հատ բանը պահել, որ եթե ինձ չի կարելի, ուրեմն ոչ մեկին չի կարելի, եթե ոչ մեկին չի կարելի, ինձ չի կարելի։ Այդ ոնց է լինում, որ Հայաստանից գալիս են մարդիկ ստեղ ու օրենքով են ապրում։ Ուրեմն մեր ժողովուրդը օրինավոր ժողովուրդ է, մեր շատ օրինավոր ժողովուրդ է, շատ աշխատել եւ աշխատասեր եւ շատ հարմար ժողովուրդ է, բայց այդ նույն բանը մեկը տեսնելով, որ այն մեկը կարող է էժան էլեկտրաէներգիա ստանալ կամ փոխանալ, այն մյուսը նայում է, այն մյուսն էլ ուզում է բանից օգտվել։ Բայց ստեղ տեսնում եք, որ բոլորը օրենքի առաջ, եթե օրենքով չապրես, չես կարող ապրել։ Դրա համար իրենց երկիրը ծախում է։ Վարուժան ջան, հիմա մենք ունենք նոր սրբազան, որ այսօր եկավ պատահած ես կուզենայի, որ խոսենք մի քիչ ավելի օպտիմիստիկ բանով վերջացնենք, ինչպես եք տեսնում, ինչպես եք աշխատելու նոր սրբազանին եք, որ մի քիչ ձեր գաղութը կազմակերպվի, ձեզ օգնի ֆինանսապես Ինչ ծրագիր։ Մեր առաջի պրոբլեմը դա ֆինանսն է, որ ֆինանսապես ունենք դպրոց, որ գործեց մոտավորապես 6 ամիս, հետո ֆինանսներ չգնելի պատճառով այդ երեխեքը փակվեցին, որովհետև նույն երեխան չի կարող 6 ամիս գնալ ու նույն ցուցակին նայել, նույն գրատախտակին նայել, որ նույն բաներն են միշտ կրկնված։ Պետք է որ փոխվի, պետք է շատ բաներ պետք։ Ասում որ Վեհապարը խոստացել էր անցած տարի մեզ համար փոքր եկեղեցի գնել, բայց սպասում ենք, որ ունենանք այս եկեղեցին մենք վարձում ենք։ Այդ վարձումը մենք ինչ որ հովանավորներ չունենք, դա այս բոլորը մեր գրվանի փողերով է, ինչ որ չափով
հիմա գայում ենք, բայց մեզի սկզբնական շրջանում պետք է մի հատ օգնություն, որ ունենանք մենք մեր հայատունով ամեն շաբաթ հավաքվենք հայերը, չգիտեմ, Բարոյական Մոսկվայում քանի տարի եւ քանի տասնամյակ տևեց մինչեւ հայերը եկեղեցի ունեցան։ Այնպես որ ես գիտեմ, դուք պետք է համբերեք, բայց պետք է աշխատեք ասում, բայց լավատես եղեք։ Իմ ցանկությունս է որ մեզնից հետո մեր երեխաները կգնան, որ իրանց ծնողները ինչ-որ բան օդարողի վրա ստեղծել են իրանց համար, որ իրանք այդ պրոբլեմի առաջ չկանեն, իրանք արդեն ունենան, մտածեն մյուս պրոբլեմների մասին։ Ես կարծում եմ, եթե ձեր նման մի բան հոգի վերեն այս գաղութը շատ բախտավոր գաղութ կլինի, որովհետև երևում է ոչ միայն հայրենասեր եք, այլև շատ աշխատանքի սեր ունեք եւ մաղթում ենք ձեզ ամենայն բարիք, հաջողություն ձեր ծրագրերին եւ ես համոզված եմ, որ գաղութը ձեր ձեռքերի մեջ շատ ամուր, այսպես բռնցքամարտիկի ուժեղ ձեռքերի մեջ Հուսանք, որ մի օր հայ համայնք չի եղել Պիրմինգամում, որը Հայաստանում կլինի։ Մինչև այդ օրը ձեզ հաջողություն եք։ Շնորհակալություն։